22-ը այն սկիզբն է, երբ մենք որոշում ենք ընդունել դիվերսիֆիկացնել նաև հարաբերությունները պաշտպանական ոլորտում։ Խոսքը վերաբերում է եւ բուն հարաբերություններին եւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնմանը։ Դուք կհիշեք, կար մի փուլ, երբ մենք խոսում էինք, որ ունենք գնված ապրանքներ, որոնք ժամանակին չեն հասնում, չկան մատակարար այլ երկրներ եւ այլն, մենք այդպիսի փուլ ենք անցել, բայց այդ փուլը պատվով հաղթահարել ենք եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը նման խնդիր չունի։ Չունենք այդպես խնդիր։ Նման խնդիր չունենք։ Խնդիրը հաղթահարված է, դիվերսիֆիկացիան իրականացված է։ Դիվերսիֆիկացիան իհարկե շատ լավ բան է, բայց նաև կարևոր է թե որ սերնդի զենքեր ենք մենք ստանում, վերցնում եւ այն որ մենք բերում ենք եւ այլն դրանք որ սերնդի զենքեր։ Նոր սերնդի զենքերի մասին։ Բացառապես նոր։ Բայց այստեղ կա նաև մի կարևոր հատված։ Մենք զարկ ենք տվել այս տարիներին նաև տեղական ռազմաարդյունաբերությանը։ Երբ ես թվերի մասին խոսեցի, այս մեծ թվերի մեջ իրենց դեր ունեն, իրենց տեղ ունեն նաև հայրենական արտադրության զենքերը։ Անդրադառնանք մեկ այլ խնդրի բյուջեի կրճատման մասին։ Ես նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այս աղյուսակին։ Սա վերջին տարիներին մեր ռազմական պաշտպանության ոլորտի ծախսերի նկարագիրն է։ Այստեղ դուք կտեսնեք, թե ինչ դինամիկա կա։ Նախ ուզում եմ ուշադրություն դարձնենք 18 թվականին։ 245 միլիարդ։ 245 միլիարդ դրամ, բայց որպեսզի պատկերացումը նաև լինի արտարժույթով, դա կազմում է 640 միլիոն դոլար։ Ու եկեք ընթացիկ բյուջեին անդրադառնանք 25 թվականի պաշտպանական ծախսերը միլիարդ 740 կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, ներողություն։ Այսինքն ռազմական ծախսերը պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Սա ուղղակի գիտություն քննադատների, նույն ժամանակ մենք պիտի մեզ հաշիվ տանք, որ եթե ներդրում չանենք այդ ոլորտում, երբեք չենք ունենա ավելի մրցունակ ու ավելի ցանկալի տեսակներ, որովհետև ներդրում է պահանջում ցանկացած բան եւ այստեղ էլ կուզեմ երկու թիվ հնչեցնել 22 թվականին վերադառնանք 22 թվականին մենք ունեցել ենք մոտավորապես տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ 5.5 միլիարդի պայմանագիր 5.5 միլիարդ դրամի պայմանագիր հետագայում այդ թիվը դարձել է եռամյա պայմանագրերի արդյունքում դարձել է 170 միլիարդ Սա ճշտված թիվն եմ ասում, սկզբից եղել է 190, բայց կատարողականը 170 միլիարդ։ Դուք այդ աճը պատկերացրեք մի քանի տարվա ընթացքում, ու դա չի կարող չունենալ իր հետևանքները։